ինչու այսքան լրջացան մեր առջև ծագած խնդիրները։ Պետք է մտածեինք այդ հազարավոր արցախցիներին մասին, ինչ ազդեցություն է թողել իրենց վրա Արցախի պատերազմը։ Ինչ որ պահ օրանը դարձավ ընտանիք եւ տուն։ Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Օրան բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանին։ Ողջույն տիկին Արմինե, շնորհակալ եմ, որ մեր հրավերը ընդունել եք եւ այսօր այստեղ եք։ Սկսենք ձեր տրամադրվածությունից, ինչ տրամադրվածություն ունեք այսօր եւ առհասարակ, քանի որ մոտենում է հունիսի 1-ը եւ այդ նախապատրաստական աշխատանքներով եք, հա, բնականաբար ծանրաբեռնված։ Կցանկանայի լսել ձեր կարծիքն այս մասով, ինչ գործողություններ հիմա պատրաստում իրականացնել հունիս 1-յան առիթով։ Դե այս տարի Օրանը դառնում է 26 տարեկան, դարձավ ապրիլին եւ արդեն 26 տարի է մենք մեծ շքով տոնում ենք հունիսի 1-ը երեխաների պաշտպանության առումներով, այսինքն նախագահից մինչև ամենատարբեր լրագրողներ եւ այլն չմոռանանք, որ երեխաների համար պատրաստվում էին համբուրգերներ, չգիտեմ, ամենատարբեր գործողություններ։ Եվ այս տարի էլ կպատրաստվեն։ Յուրաքանչյուր տարի Մարիոթ հյուրանոցը մեզ իր ամբողջ անձնակազմով գալիս է, համբուրգերներն է բերում եւ մենք էլ հրավիրում ենք ճանաչված մարդիկ, որ երեխաները սիրում են, դերասաններ, ատլետներ, որոնք գալիս են իրենց ձեռքով պատրաստում են եւ հյուրասիրում են երեխաներին եւ ինչու ենք դառնում, որտեւ օր ավելի տոնական է դառնում, որտեվ երեխաները ճանաչում են այդ դեմքերին եւ որովհետեւ ուզում ենք լինեն մարդիկ, որ օրինակելի են երեխաների համար եւ իրենք կցանկանային նրանց նմանվել։ Չմոռանանք, որ 15-20 տարի եւ ավելի տարիներ, ինչպես ասացիք 26 տարեկան, հա, այս տարի նշեցիք, Օրան բարեգործական հասարակական կազմակերպությունը ամենատարբեր անօթևան եւ մուրացիկ երեխաների համար կարծես տուն է դառնում, հա։ Դուք մեկ հարկի տակ եք հավաքում նրանց ծնողներին եւ փորձում եք այսպես ընտանեկան մթնոլորտ ստեղծել։ Այս առումով որքան էր ձեզ համար որպես, հա, հոգեարազատ եւ որքան էր ձեզ համար կարեւոր Օրանը։ Դե գիտեք, Օրան որ սկսեցի չէինք ուզում կազմակերպություն ստեղծենք ես ու Ռաֆին, մենք ուղղակի մտածում էինք, որ մի քանի երեխաներ փողոցից կբերենք եւ տաք ճաշ կտանք իրենց, բայց ինքը իր ուղին բացվեց, իր ճակատագիրը ուներ եւ արդեն դարձանք լուրջ կազմակերպություն 26 տարի է եւ Երևանում եւ Վանաձորում էլ ունենք մասնաճյուղ։ Բայց ասեմ, որ փոխվել է, շատ բան փոխվել է։ Այսօրվա իրավիճակի հետ կապված ինչ։ Այդ տարիներին, որ մենք սկսեցինք, այդ մութ եւ ցուրտ տարիներն են եւ իսկապես երեխաները իր տեսնում փողոցներում, մանավանդ մութ ցուրտ գիշերներին, որ իրենց ձեռքը մեկնում էին եւ դրամ էին մուրում։ Նրանք, որ ավելի արժանապատիվ էին, ամանչում էին, բայց իրենք էլ ծաղիկ էին վաճառում, ծաղիկ ծախելու տակ էին այդ օգնությունը ուզում։ Բայց դե 26 տարի անցավ եւ բարձր է որ տնտեսական առումով մի քիչ վիճակը ավելի լավ է եւ հիմա այդքան շատ չես տեսնում այդպես երեխաներ դրսում մթին մուրացկանություն այո նորից հանդիպում են քաղաքում բայց այդքան շատ չեն ուրեմն Օրանի այսպես ասած երեխաների որոնք օգտվում են Օրանից իրենց ապրելակերպը մի քիչ ավելի տարբեր է իրենց վիճակը տնտեսական Էլի շատ աղքատ ընտանիքներից, կարիքավոր ընտանիքներից եւ նրանց արդեն ավելացավ Արցախի երեխաները, որոնք տարբերվում են Հայաստանի երեխաներից, այն առումով, որ իրենք լավ կյանք են ունեցել եւ մեկ օրվա մեջ կորցրել են ամեն ինչ եւ եկել են եւ այսօր շատ մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, որովհետև մենք միշտ փորձում ենք, որ ոչ թե միայն արցախցի երեխաներին, այլ իրենց ծնողներին կամ Արցախից եկած մարդկանց աշխատանք տալ Օրանում եւ այսօր քանի որ պարատ պիտի լինի վաղը եւ շատ մեծ փորձեր աղմուկներ կար դրսում եւ պայթուններ կար մեր արցախցի աշխատողները պետք է տեսնեիք իրենց դեմքը որտեղ չգիտեին ինչա կատարվում եւ իրենք շատ վախեցած հարցնում էին թե այսինչ ձայներեն ինչ է կատարվում եւ այդ առումով մտածեցի որ
Թերևս մեզ թվում է, որ վաղը լավ օր է, ուրախ օր է, տոն օր է, բայց թերևս պետք է մտածեինք այդ հազարավոր արցախցիներին մասին, որ եկել էին այստեղ եւ իրենք ինչ պիտի զգան, երբ որ նայեն այդ տանկերը կամ այսօր փորձի ժամանակ ձայներ են լսում դրսում պայթուններ, հրթիռների ձայներ կար երեք եւ պատրաստված չէին, իսկապես շատ տխուր էր նայել թե ինչ են զգում հոգեբանորեն իրենք եւ հասկանալ թե ինչ ազդեցություն է թողել իրենց վրա Արցախի պատերազմը, որտեվ իրենք շատ ուժեղ ժողովուրդ են եւ երբեմն քեզ թվում է, որ ամեն ինչ անցել է, պատմություն է եւ իրենք արդեն սովորել են հայաստանյան կյանքին, բայց ես քոնե այսօր զգացի, թե ինչ լուրջ հոգեբանական խնդիրներ կան դեռ նստած իրենց ներսում։ Գիտեք, արցախցի երեխաները, ձեր սաները ձեզ իսկապես շատ են սիրում եւ սերը արտահայտում են ոչ միայն բառերով, այլև իրենց քայլերով, հա։ Նրանց կողմից որևէ պատմություն կա, որը ձեզ ավելի հոգեհարազատ է դարձել։ Դե իրենք շատ սիրում են, երբ որ ես ներս եմ մտնում, որ գան ինձ համբուրեն, ինձ փաթաթվեն եւ դա ամենալավն է։ 26-ամյակի ժամանակ ես հարցուփորձ եի անում երեխաներից եւ նրանց աչքերի փայլը ձեր մասին խոսելիս դա ուղղակի աննկարագրելի է։ Բայց ամենաշատ սիրում եմ, որ ինձ ծաղրում են, որ բարձր կոշիկներ են հագնում եւ տկտկալով գալիս են կամ չէ, բայց լավ ձևով են ու իրանք ինչպես ձևանում եւ շատ սիրում եմ դա։ Գիտեք, ինքան լավ տեղ է օրանը, ես միշտ ասում եմ, որ չգիտեմ երբ, բայց ինչ որ պահ դա օրանը դարձավ ընտանիք եւ տուն։ Ինձ թվում է սուտ կլինի ասել, որ հենց առաջի օրվանից 26 տարի առաջ, բայց եւ ծնողներն են շատ հանգիստ զգում եւ երեխաները եւ տատիկ պապիկները, որտեղ գիտեք, որ ունենք նաեւ տարեցներ, որոնք օգտվում են օրանի ծառայություններից եւ ունենք երգչախումբ եւ ինձ համար ուղղակի անգին է այդ հարաբերությունը երեխաների եւ տարեցների օրանում։ Շատ լավ, անցնենք առաջ, տասնյակ տարիներ անապահով երեխաների, մուրացիկ երեխաների համար խնդիր էր, ուրեմն գրենական պիտույքները, դպրոց հաճախելը, հագուստը, հա, բայց այսօր տեսնում ենք, որ առավել քան վտանգավոր խնդիրներ են ստեղծվել մեր առաջ, նշեմ թմրանյութերը եւ ամենակարևորներից մեկը այն, որ սահմանամերձ գյուղերում եւ ոչ միայն սահմանամերձ գյուղերում, Հայաստանի ամենատարբեր շրջաններում փակվում են թվով 293 դպրոցներ, հա։ Այս առումով ինչ մտահոգություններ ունեք դուք եւ ինչու այսքան լրջացան մեր արչեւ ցակած խնդիրները կրթության իմաստով։ Ի վերջո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը ասում էր, որ կրթվել է նորաձև է, բայց զուգահեռաբար տեսնում ենք, որ փակվում են հանրակրթարանները։ Ինչպես նաև տեսանք երեք ինֆորմացիա ստացանք, որ Գուրգեն Մարգարյանի անվան ուրեմն դպրոցն է փակման եզրին եւ հնարավոր է, որ փակվի։ Այս առումով ձեր կարծիքը կցանկանայի լսել։ Ես ուզում եմ ասել, որ ես կարևորում եմ մարդկանց օրինակելի մարդկանց ներկայությունը հասարակության մեջ եւ իմ փորձը ցույց է տալիս, որ երեխաները հետևում են մեծերին, մեծահասակներին։ Եվ այսօր դուք տեսնում եք, որ հասարակության մեջ ինչքան մեծ, մանավանդ այս ընտրության շրջանում, եւ տեսնում ենք ինչքան ագրեսիա կա, ինչքան վատ բառապաշար կա, ինչքան անհանդուրժողականություն կա միմյանց հանդեպ։ Եվ երեխաները դա տեսնում են եւ իրենց մտքի մեջ պատճենահանում են այս ամեն ինչը եւ իրենց վարվելաձևն է փոխվում եւ դրա համար ենք որ այսօր մենք դպրոցներում տեսնում ենք շատ վատ բուլինգ, մենք տեսնում ենք դեպքեր լուրերի վրա թե ինչպես աշակերտը ծնողի է հանդիմանում, ինչպես ծնողն է ապտակում մեկ այլ աշակերտի, մենք վերջերս բոլորս հետևեցինք հենց Սուզի Բադեյանի բացահայտմամբ այդ սեռական ոտնձգությունները երեխաների հանդեպ եւ գիտեք ինչ դրանք գնալով շատանալու են որտեղ մենք մեծերս
այնքան վատ օրինակ ենք այդ երեխաների համար։ Կրթությունը դասագրքի միջոցով չի լինում։ Մանավանդ հիմա այնքան բան է փոխվել։ Հիմա աշխարհն է փոխվել, կրթությունն է փոխվել, արհեստական բանականությունն է արդեն դառնում շատ կարևոր։ Եվ այս ամենի մեջ մենք Հայաստանի կրթությունը հետ է մտնում։ Դեռ մենք շատ հին ձևով ենք գրքեր, դասագրքեր, ձեռագիր գրել, պատմել, բայց կրկնել, անգիրանել, որոնք մի քիչ արքայիկ են թվում այս ժամանակներում։ Եվ մենք մեր կրթությունը այնպես պետք է արդեն ձևափոխենք, որ կարողանանք քայլել համահունչ լինել ժամանակներին եւ կարողանանք մրցակից լինել աշխարհում։ Մեզ փրկում է, որտեղ մեր երեխաները խելացի են եւ կան մի մեծ թվով երեխաներ, որ բացի խելացի լինելուց իրենք մեծ ձգտում ունեն անհատական եւ ընդհանրապես երբ որ փայլում ենք կրթության մեջ, այս անհատականություններն են փայլում, մենք այդ անհատականությունների վրա ենք։ Ուրեմն խոսքս փակելով ուզում եմ ասեմ, որ շատ կարևոր է, որ հասարակությունը արդեն լուրջ վերաբերվի այս բոլոր խոսույթներին, այս բոլոր քարոզարշավի ընթացքին, ուր առաջի դեմքերը շատ վատ բաներ են սովորում երեխաները, շատ վատ օրինակ ենք մենք իրենց տալիս։ Լավ, ինչու են երեխաներին որպես քարոզարշավի ժամանակ որպես խայծ օգտագործում։ Ինչ են շահելու դրանից ի վերջո։ Որովհետև ըստ էության երեխաները չգիտեն, հա, գնում են այնտեղ էմոցիաների համար, շատ ու շատ երեխաների հետ երբ զրուցում եմ, քարոզարշավների ժամանակ, որոնք մասնակցում են, նկարվում են ամենատարբեր քաղաքական գործիչների հետ, երեխաներն ասում են գնացել ենք այնտեղ, որովհետև հավես մթնոլորտ կար, իրենց բառերն եմ այստեղ ցիտում։ Ինչու են օգտագործում երեխաներին։ Զարմանալի է, չէ՞, որտեղ մի քանի տարի առաջ դա շատ անընդունելի էր, եւ եթե երեխա էր տեսնում այդ քարոզարշավներին, ամենչապես ֆիքսվում էր կամերաների վրա եւ մեծ աղմուկ էր բարձրանում։ Բայց այս անգամ կարծես երեխաները ամենուր են եւ ոչ մի խնդիր չկա։ Ըստ էության նրանք չունեն էլ իրենց քաղաքական կարծիքը այն ամենի մասին, ինչը տեղի ունենում մեր երկրում, մանավանդ վերջին տարիներին։ Իրենք իրենց չունեն, բայց իրենց ընտանիքները շատ քաղաքականացված են։ Ուրեմն երեխաները շատ բան են լսում իրենց ընտանիքներում եւ հետո փողոցում։ Եվ քո ասածը ես շատ հասկանում եմ, որ երեխաների համար շատ հետաքրքիր է այնտեղ գնալ։ Մարդիկ իրար ինչ խոսք ասես չեն ասում, բղավում են, գոռում են, այնտեղ համերգ է։ Ուրեմն այնքան բան է տեղի ունենում, որ ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։ Ըստ էության գնում են էմոցիաների հետ, ճիշտ եմ նկատում։ Ճիշտ եք նկատել։ Շատ լավ, այս տարի ով է լինելու օրանի հյուրը։ Ըստ էության վարչապետ Փաշինյանին երբեք չենք տեսել ձեր կողքին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 1-ին հենց նրա ծննդյան տարեդարձն է։ Չենք հրավիրել, ճիշտ ասած։ Ընդհանրապես հրավիրում ենք մարդիկ, որ երեխաները սիրում են եւ համարում ենք օրինակելի անձ իրենց համար։ Փաշինյանը օրինակելի անձ չի երեխաների համար։ Նայած մարդու համար, նայած ընտանիքի, բայց մենք երեխաներին հարցում ենք տալիս, թե ում կուզեն հյուր ընդունել, եւ ճիշտ ասած իրարունը երբեք երեխաները չեն տվել։ Հետաքրքիր իրականության եք բախվում։ Երեխաները ընդհանրապես տալիս են երգիչների անունը, տալիս են սպորտսմենների անունը, եւ ինչպես գիտեք, անցյալ տարի հենց Նազիկ Ավդալյանն էր իրենց հյուրը, որը փայլուն օրինակ է իրենց համար, մի անձնավորություն, որ իր աշխատանքի շնորհիվ կարողացել է դառնալ չեմպիոն եւ հետո գիտեք, որ հիվանդացել է, արկածներ է ունեցել, բայց կարողացել է իր ֆիզիկական դժվարությունները ազատվել դրանից եւ նորից չեմպիոն դառնալ։ Դա մի անձ է, որ ես ուզում եմ երեխաները իրենից օրինակ վերցնեն, որ կյանքում պետք է միշտ աշխատես, հավատաս քո երազներին եւ գնաս քո երազների հետեւից։ Տիկին Արմինե, ի վերջո ովքեր են լինելու ձեր հյուրերը 2026 թվականին։ Կլինեն երգիչներ, կլինեն սպորտսմեններ, կլինեն դերասաններ, կլինեն հյուրեր, որ անցյալում են եղել։ Այս տարի մենք որոշեցինք, որ շատ բաց լինի եւ ուղղակի հրավիրենք Օրանի ընկերներին, Օրանի ճանաչված ընկերների, որոնց մեջ կան տարբեր ոլորտի մարդիկ եւ կտեսնենք ով հրավերը կընդունի։ Դեռևս պատասխաններ չեն հնչել նրանց կողմից։ Մի քանի հոգին հնչեցրել են, բայց ինձ թվում է սպասենք հունիս 1։ Ինչ պատկեր են ցանկանում երեխաները տեսնել հունիսի 1-ին Օրանում։
Հունիսի 1-ին երեխաները շատ են սիրում համով ուտելիքներ ուտել, փուչիկների տակ խաղալ, իրենք երգեն, պարեն հյուրերի համար, իրենք կարկանդակը կտրեն, պաղպաղակ ուտեն, ընդհանրապես սիրում են այդ բոլոր մթնոլորտը, որը շատ ուրախ եւ բարի է եւ այդ պատերի մեջ կոնե այդ օրը ոչ մի քաղաքականություն չկա, բոլոր քաղաքական այսպես ասեմ, տարբերությունները, որ մարդիկ ունեն, մի կողմ են թողում, երբ որ գալիս են այդ պատերի մեջ հավաքվում են եւ այնտեղ լինում են մարդիկ տարբեր քաղաքական հոսանքներից, որովհետեւ ես կարծում եմ, որ իսկապես մեր պես փոքր երկրի համար բավական է արդեն, բավական է այս չարությունները, այս քոնե երեխաների շուրջ պետք չէ լինի։ Ուրեմն պատերի օրանի ներսում պետք է միայն տիրի բարություն եւ հանդուրժողականություն։ Տիկին Արմինե, ի վերջո, եթե մի փոքր քաղաքականացնենք մեր զրույցը, դուք ընդդիմադիր եք եղել Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանություններին։ Ես իցն ընդդիմադիր եմ, նույնիսկ Ռաֆին եմ ընդդիմադիր։ Ինչու՞, նույնիսկ Փաշինյանին եք ընդդիմադիր համարվում։ Այո։ Ինչու՞։ Որովհետև այն արժեքները, որ ինքը կրում է եւ ներկայացնում է հիմա, դա շատ խորթ է ինձ համար։ Միայն ձեզ համար թե օրանի առհասարակ նպատակներին։ Դե եկեք այսպես ասենք, օրանի հենց խորհրդանիշը 26 տարի առաջ, որ ես եմ ուզել, պատկերված է հենց Արարատը։ Այդտեղից սկսենք, որը իմ համար այնքան թանկ բան է, այնքան թանկ արժեք է եւ այնքան հայկական է եւ այնքան է կազմում իմ էության մասը, որ ես որոշել եմ, որ օրանը պետք է գրի հենց Արարատի սիմվոլը։ Երեխաներին նույնպես այդ հայրենասիրական ոգով եք դաստիարակում, որ Արարատը այո մեր խորհրդանիշն է, ինչու ոչ Նոյան տապանը եւ այլն։ Իսկն այն արժեքները, որոնք այսօր ըստ էության ոտնահարվում են, դուք դրան դեմ եք դուրս գալիս եւ նույն ոգով եք դաստիարակում օրանի սաներին։ Ոչ բառերով, բայց օրինակով այո։ Շատ լավ։ Մի քանի տարի է արդեն դրամահավաքներ տեղի չեն ունենում օրանի շուրջը, ինչու՞, եթե կարելի է իմանալ։ Հայաստանում չեն լինում, անում ենք Միացյալ Նահանգներում։ Հայաստանում այդ մշակույթը նոր էր, որ մենք սկսեցինք եւ կարողանում էինք շատ լուրջ միջոցներ հավաքել, բայց շատ դժվարին գործ է։ Շատ ժամանակ է ուզում եւ նույն մարդիկ էին, որ օգնում էին եւ մի քիչ ավելի դժվարացավ, դրա համար մենք որոշեցինք, որ ամեն տարի հիմա Միացյալ Նահանգներում կանենք եւ պետք է ասեմ, որ երկու անգամ ավելի դրամ է հավաքվում կամ ավել նույնիսկ եւ աշխատանքի առումով ավելի հեշտ է, որտեղ մարդիկ այնտեղ շատ առատաձեռն տալիս են այդ դրամները, ուզում են Հայաստանին օգնած լինեն եւ իսկապես շատ ավելի հեշտ է։ Ովքեր են օրանի գործընկերները։ Հայաստանում թե Սփյուռքում։ Եվ տարբեր անհատներ աշխարհով մեկ։ Նրանց նպատակը ձեզ օգնելու ո՞րն է։ Ինչ են ցանկանում փոխել օրանի մեջ։ Նրանք ուզում են ոչ թե օգնեն ինձ կամ օրանին, ուզում են Հայաստանին եւ Հայաստանի երեխաները օգնեն։ Մենք ուղակի գործիք ենք իրենց համար, բայց վստահելի, որովհետեւ ինչու, որտեւ իրենք գիտեն, որ ամեն մի կոպեկը, որ նվիրում են օրանին, դա ինչպես է ծախսում։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ Սիլվիին գծեմ, որտեղ մարդիկ կան, որ սխալ ըմբռնում են, ես չեմ վճարվում իմ աշխատանքի համար եւ ես ունեմ տնօրենների խորհուրդ 9 հոգի, որոնք չեն վճարվում իրենց աշխատանքի համար։ Նաև ունենք տասնյակ կամավորներ, ընդհանրապես երիտասարդներ, որոնց մի մասը գալիս է ամեն օր, մի մասը գալիս է շաբաթը 2 անգամ, որոնք չեն վճարվում իրենց աշխատանքի համար, անում են կամավոր։ Իսկ այն դրամները, որ հավաքվում են, մեծամասնությունը դա գնում է երեխաներին ամենօրյա սնունդով ապահովելու, իրենց դաստիարակությունը, որտեղ ունենք աշխատողներ, ունենք ուսուցիչներ, հոգեբան, սոցիալական աշխատող, բուժքույր, ուրեմն վճարվելու այդ աշխատողներին օրանի։ Նաև մեծ շենք է եւ պետք է պահվի գազ, լույս, այս ծախսերը երեխաները յուրաքանչյուր սեպտեմբեր 1 ստանում են նոր կոշիկներ, գրքեր, եթե չեն կարող, ընտանիքներ կան, որ կամ իրենք լույս չեն կարողանում վճարեն կամ անտուն են մնում, ուրեմն այդպիսի օգնություն ենք տալիս, տարբեր օգնություններ ենք տալիս։ Ըստ էության օրանը հույսի դուռ է, հա։
կարիքավոր մարդկանց համար։ Այո, ես այդպես եմ ուզում լինի, դրա համար օրանը չի օգնում միայն իր պատերից ներսի երեխաներին եւ ընտանիքներին, այլ հազարավոր ընտանիքներ են օգնել օրանի պատերից դուրս եւ ես միշտ ուզում եմ այսպես լինի, որ եթե մեկը թակում է օրանի դուռը, մենք իրեն ոչ չասենք։ Այո, շատ անգամ դրամ են ուզում, ասում ենք, օքեյ, դրամ չենք կարող տալ, բայց այս կարող ենք տալ, ու սնունդ կարող ենք տալ եւ ամենակարևորը ժպիտներ, որոնք արդեն իսկ պարգևում եք։ Այո։ Լավ, Տիկին Արմինովի, եթե վերադառնանք մանուկների թեմային, քաղաքականությունը թողնենք մի կողմ, ի վերջո այսօր ինչ առանցքային խնդիրների առաջ են կանգնած հայ մանուկները, առհասարակ կլինեն սոցիալապես ապահով, թե անապահով ընտանիքներից, եւ արդյոք պաշտպանված են այսօրվա մանուկները։ Գիտեք, պաշտպանված չեն, կան լուրջ խնդիրներ։ Ասեմ, որ շատ հայ ծնողը շատ սիրով ու շատ գուրգուրող ծնող է։ Այդտեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, բայց մենք որպես հասարակություն կարծես գնալով հետընթաց ենք ապրում մեր բարոյական արժեքների եւ շատ անգամ երբ որ նայում ես թե խնդիրը ինչու է առաջացել, տեսնում ես որ տնտեսական խնդիր է, ասենք փողի խնդիրն է, հացի խնդիր է, այս նույն սեռական ոտնձգություններ, որ տեսանք Վեդիում, ես նայում էի հարցազրույցը, կարծեմ հենց Սուզին էլ անում էր հարցազրույցը եւ այդ երրորդ անձին, ավելի երիտասարդին, երբ որ ինտերվյու էին անում, ինքը ասեց, որ օ ես մի քանի ընտանիք եմ այցելում, ես ուտելիք եմ տանում, ես այս եմ տանում եւ այդ ընտանիքների համար ես կարծում եմ, որ իրեն այդ մարդուն ներս են թողում իրենց օջախ, որովհետև ինքը պայսակով է ներս մտնում։ Նույն մարդը չէր կարող ներս մտնել, կուժել իրենց ընտանիք, եթե իրենք խնդիր չունենային հացի։ Ուրեմն, երբ որ նայում ես բոլոր չարիքները եւ նայում ես արմատը այդ չարիքների, վերջի վերջո հանգում ես նորից, որովհետև չկա, որտեղ աղքատություն է, որովհետև հացի խնդիր կա եւ լինում են դեպքեր, չէ, որ ծնողները աչք են փակում։ Իրենք շատ լավ էլ հասկանում են մեկ-մեկ թե ինչ է տեղի ունենում, թե այդ ձյաձյան, որ գալիս է տոպրակով, ինչ մտադրություն ունի, ինչ է անում կամ կարող է անել, բայց ինչ որ ձևով աչք են փակում երբեմն, որովհետև հաց է բերել հետը։ Ընդհանրապես։ Լավ, ինչպես կտրել այդ չարի գլուխը։ Ինչպես թույլ չտալ, որ նմանատիպ մարդիկ ներխուժեն ընտանիքներ եւ խեղվեն նմանատիպ երեխաների ճակատագրերը։ Ես կարծում եմ եւ հասարակությունը մանավանդ դպրոցներում պետք է աշխատանք տարվի։ Առաջինը ծնողների հետ պետք է աշխատանք տարվի, որտեղ աշխատանքը պետք է ծնողները սովորեն խոսել այս թեմաները իրենց երեխաների հետ։ Այս երեխաները թաբու չեն այլևս։ Մենք պետք է խոսենք, սովորեցնենք մեր երեխաներին, թե ինչ է նարկոտիկը, ինչ ազդեցություն կարող է ունենալ, ինչպես մենք կարող ենք ոչ ասել, այդ ոչ թե պետք է ասենք կրթությունն է նորաձև, այլ ոչ ասելն է նորաձև, որ քո ինքնությունը, քո անհատականությունը ցույց տաս եւ սեռական ոտնձգությունը փոքր երեխաների հետ դերախաղ անել եւ գիտեք ծնողները պետք է շատ բաց լինեն իրենց երեխաների առջեւ, որտեւ շատ անգամ լսում ենք, որ երեխան իր ծնողին չի պատմում ինչ է տեղի ունեցել, իսկ շատ բնական է, որ առաջինը ծնողը իմանա։ Ուսուցիչները դպրոցներում, երեխաների հետ աշխատողները, մանկապարտեզներում պետք է տրեյնինգ անցնեն, պետք է իրենք սովորեն ինչ նշաններ կարելի է, ասենք երեխան ավելի մեկուսացած է հիմա, երեխան տխուր է, երեխան առաջ այսպես էր, բայց հիմա փոփոխություն են զգում, ինչու է այդ փոփոխությունը տեղի ունեցել։ Եվ մենք որպես հասարակություն մենք պետք է սկսենք պահանջել մեր առաջին դեմքերից, որ իրենք սկսեն բարոյական լինել, հենց իրենք առաջինը բարոյական լինել եւ մենք խստապահանջ լինենք այդ առումով։ Եվ այս կետերը հաշվի առնելով կփոխվի մեր իրականությունը, ըստ ձեզ։ Հուսամ։
Շնորհակալ եմ Տիկին Արմինե ջերմ զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Ժպիտաշատ օրեր եմ մաղթում եւ վստահաբար այն ամենը ինչ պլանավորել եք հունիս 1-յան արարողությունների շրջանակներում, վստահաբար ամեն բան շատ ավելի գեղեցիկ է լինում, քան կարող ենք պատկերացնել։ Իսկ ես հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ զրուցում ենք Օրան բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հետ։ Շնորհակալություն։